Մենք մի երկու շաբաթ առաջ խոսում էինք մի թեմայի շուրջը, որի անունը դրեցինք փակված պարտքեր։ Ինչ լավ էր, չէ՞, փակված պարտքերի անունը լսելը։ Անկարծ պարկերի տակ ես, պարտքերի տակ ես ու լսում ես ինչ-որ մեկը պարտքերդ փակել է, այսինչ երջանկություն։ Ով կուզենա իր բոլոր պարտքերը փակվեն այսենց։ Հրաշալի։ Դուք պարտք վերցնելով գնացեք, մեկ հետևներից պարտքը փակելով կա, այտենց լավ է։ Ուրեմն այսօր ես խոսելու եմ մի թեմայի շուրջը, որը անվանել եմ ամենամեծ գանձը, բայց հիմա կասեք ինչու պարտքերի հետ համեմատեցիր, փոքր ինչ հետո պարզ կդառնա։ Ամենամեծ գանձը։ Գանձ ասած հասկացողությունը մի քիչ տարբեր է։ Նայած ով գանձ ասելով ինչ է հասկանում։ Օրինակ մեկը կարող է իր թորնիկին տեսնել, ասի իմ գանձս, չէ՞։ Բայց մեկն էլ ասի, «Էդ ինչ գանձ կար»։ Մեկն էլ ոսկին է համարում իր գանձը։ Մեկը ինքն իրեն է համարում իր գանձը, այտենց էլ կան, էլի դրանք ամենասարսափելի մարդիկ են։ Բայց Տերը ասաց, որ որտեղ որ ձեր սրտերն են, որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ կլինի նաև ձեր սրտերը։ Այսինքն գանձ ասած հասկացողությունը ինչպես էլ որ հասկանանք, մեկ է, մեր սիրտը կապվելու է հենց այդ գանձի հետ։ Բայց իրոք այդ գանձ է, թե ոչ, մենք փորձենք տեսնել։ Այսօր սկսելու եմ փակ դռների մասին։ Մենք խոսեցինք փակված պարտքերը դուռները տեկավ, բայց փակված դռները ձեր դուրը կգա։ Ինչու փակված դռներից հետո պարզ կդառնա, երբ մենք հասնենք մեր իսկական գանձին, ինչի մասին ուզում եմ խոսել։ Ուզում ես գնալ բարեկամի տուն այցելության։ Պատրաստվել ես, ինչ-որ բաներ ես վերցրել, երեխեքի հետ ուրախ գնում եք ու տեսնում եք դուռը փակ էր, մարդ չկա։ Դուք համարեք սա հաջողություն, վայ, ես ինչ հաջողություններ, այսքան տեղ եկանք ու դուռները փակ են, չէ։ Ասում եք, վայ, ես ինչ վատ բաներ եղավ, այսքան տեղ չարչարվեցինք եկանք, բայց դուռը բաց չէր։ Կամ տունը հյուր է եկել, ուզում ես հյուրասիրես թարսի պես էլ նման, չէ, ոչ սուրճ կա տունը, ոչ էլ որևէ ոչ էլ մուրճ կա տունը, այս սուրճ ու մուրճ որ ասում են։ Երեխային ուղարկում ես խանութ, ասում ես, ասես վազի գնաս շուտ կոփեպեր, մեկ էլ հետը մի քանի հատ պլիտկա բան բեր։ Երեխան գնում գալիս ասում է, մամա, խանութը փակ էր։ Վայ, ասում եմ, խայտարակ եղանք։ Ով կուրախանա այդ փակ դռների համար։ Ոչ մեկս։ Ասում եմ, բացելներ լավ էր։ Ատամը ցավում է, սարսափելի չես դիմանում։ Այդ ժամին էլ բժիշկ չկա։ Ասում ես, մատ ասի դեղատնից ցավազրկող բեր, գնում տեսնում եք որ դեղատունը հարկային եկե փակելա, ստուգումներա, առևտուր չես կարողանում անել։ Ինչքան կուրախանակ չէ, որ փակեր այդ դեղատունը։ Չէ, չենք ուրախանա։ Ուրեմն կան բաներ, որ փակվելուց մենք չենք ուրախանում։ Իսկ կան դռներ փակվում է ու հանկարծ Աստված է դա փակում քո առաջ։ Ոմանց թվում է թե հավատացյալի համար բոլոր դռները միշտ բաց է։ Ես կհամոզեմ ձեզ, որ այդպես չէ։ Հանկարծ Աստված կարող է փակել այդ դուռը, բան չի, որովհետև Աստված քեզ համար ճանապարհ ունի պատրաստած։ Ու եթե այդ դուռը չփակի, դու իր ուզած ճանապարհով չես գնալու։ Այսինքն կարող է Աստված անել այդպիսի բաներ, մենք կհամոզվենք։ Ես մի օրինակ բերեմ, այդպիսի բան լինում է, շատ է լինում։ Պետք է գնաս հոգևոր ծառայության, կոնֆերանս, եվրոպական կամ ամերիկյան ինչ-որ մի մայրցամաքի երկիր։ Պատրաստվել ես քո այդ պատգամներով, ամեն ինչով, հրավիրված ես, անգամ խոսքի տեղ ունես, որ դու պետք է խոսես։ Գնում ես օդանավակայան ճամպրուկներով, ամեն ինչով, այդ հաշվառման ժամանակ ասում են, քո գրանցման կնիքը անցել է ժամանակը, չես կարող թռչել։ Վայ, ոնց է չես կարող։ Ուշադիր չի եղել։ Կուրախանա այդ մարդը, չի ուրախանա, ասում է, այ աղբեր ջան, ասում է համոզել, ախար ես շատ դուրս գործի պիտի գնամ, ինչ անում է, չի անցնում։ Ասում են, չենք կարող քեզ թողնել, ասում է, վիճաբանության մեջ մտնել, ոստիկանները գալիս բռնում տանում են։ Այդ քիչեր ոստիկանները տանում են, սկսում են բան անել, թե դու
կարգ ես խախտում այստեղ, անշնորհ գործեր ես արել, քո համար անգամ քրեական գործ կամ մեծ տուգանք պետք է որոշվի։ Ես ինքնումա խնդրում եմ, աղաչում եմ, ասում եմ, խնդրում եմ, էլի ինձ հասկացեք, մտեք իմ դրության մեջ, ես կոնֆերանսի մասնակից եմ, ես դեպուտատ եմ, չգիտեմ ինչ եմ, պետք է ես գնամ, օգնեք, առաջնորդեք այս հարցում ես գնամ։ Դու գիտեք, որ ոստիկանները, որ անգամ չուզեցին մարդու հասկանալ, 100 հատ քո նման լինի, չի անցնի։ Վերջը չեն թողնում։ Խնդրում ասում եմ 10 րոպե մնաց ինքնաթիռի թռիչքին, թողեք էլի ինչ կլինի։ Չեն թողնում, Սամայելոթը թռնում է։ Վերջը գալիս սրան մի քիչ էլ նախատում են ու բաց են թողում, ասում են դե գնա, ելնում է ինչ, ելումն է պետք։ Ասում եմ բայց գնա Սամայելոթը։ Ոչինչ, հաջորդով կգնաս, ասում եմ հաջորդը 3 օր հետո է, 3 օր հետո իմ կոնֆերանսը կվերջանա, էլ ինչի՞ս է պետք որ գնամ։ Հիմա այդ մարդու գործերը համարեցիք հաջողություն թե անհաջողություն։ Հնարավոր է որ Աստված փակած լինի։ Ինչի՞ բայց։ Հոգևոր ծառայություններ եմ, կոնֆերանսներ, որ կողմից վերցնես դրական էր։ Տխուր գալիս է տուն, մի 2 ժամ հետո լուրերով հայտնում են, որ այս ինչ ռեյսի ինքնաթիռը կործանվել է ու բոլոր անձնակազմի անդամները զոհվել են։ Այդ ժամանակ դու դա կհամարեիր քո թռիչքի չլինելը հաջողություն թե անհաջողություն։ Այսինքն այն անհաջողությունը, որի համար տխրել էիր, արդեն քո համար դարձավ հաջողություն։ Հնարավոր է որ հենց այդ ռեգիստրացիայի բաժնի աշխատողին ասես, վայ շնորհակալ եմ, վայ արեք ձեր թուշը բաչեմ, պլիտկա բերեմ։ Եթե դուք ինձ թողեիք թռնեի, ես մի թռել էի։ Կամ ոստիկաններին եթե ասես, վայ շատ շնորհակալ եմ, դուք ինչ լավ մարդիկ եք, ինչ լավ է որ դուք բռնեցիք, չթողեցիք։ Այսինքն այն ինչը որ մենք տեսնում ենք հաջողություն մեր հասկացողությամբ, կարող է հանկարծ բերի անհաջողության։ Այն ինչ որ անհաջողություն է թվում քեզ, հանկարծ այն կարող է Աստված վերածել հաջողության, բայց ոչ թե այդ փակ դրան միջոցով, այլ որի հետևում նա պատրաստել էր բաց ճանապարհ, մի ուրիշ նպատակ, որի մասին դու դեռ չգիտեիր։ Շատ լավ։ Քո վիճակախաղի տոմսը շահում է ավտոմեքենա։ Հաջողություն կամարեք թե անհաջողություն։ Հաջողություն։ Ուրախանում են, կազմակերպում են այդպես ուրախ միջոցառում, կենացներ են խմում, բաժակաճառեր են ասում, լավ, կանաչ ճանապարհ, չգիտեմ ինչ, լավ բաներ, ու հանկարծ եղել այդպիսի դեպքեր։ Ու հանկարծ այդ մեքենան ավտովթարի ենթարկվելու պատճառով մեռնում է այդ տան ամենասիրելի անձնավորությունը։ Այն ինչ քեզ թվաց հաջողություն, իր հետ բերեց մեծ անհաջողություն։ Ինչու՞։ Որովհետև մենք չգիտենք մի քայլ հետո ինչ է սպասում մեզ, իսկ Աստված գիտի ամբողջ հավիտենությունը։ Ուստի մենք մեր հանդիպած հաջողություններն ու անհաջողությունները չկապենք մեր հասկացողության հետ, էլի։ Հնարավոր է դու կորցնես մեծ բիզնես կորցնես, ամեն ինչ փլուզվի եւ դեռ այդ ձեւով քեզ բերում է դարձի եւ ապաշխարության։ Քո բոլոր ճանապարհներիդ փակումը փլուզում է։ Եղել են մարդիկ, որոնք բանտերում 10 տարի բանտ են նստել եւ բանտում ապաշխարել են։ Բանտը ամենամեծ անհաջողությունն էր, որը հետո վերածվեց իր համար ամենաերջանիկ հաջողության, որովհետեւ այդ բանտում մարդը գտավ Քրիստոսին։ Ու այսպեսի մանր։ Մի անգամ Գերման եղբայրը մի բան պատմեց, իրենց ճյուղում իրական դեպք է եղել։ Ասում եմ, դե ճյուղացի մարդուկին գնում են Երևան, այս մարդը տեղյակ չէ, որ արագաչափեր կա, այդպես բաներ կա։ Ակաշմեն հատը ճղկ լույս է վարում դեմները, բեշ կնիկ ասում այ մարդ, ինչ լույս է, որում պատտվում ենք մեր դեմը լույս է վարում, այ կնիկ ասում էտի Աստծո լույսն է, մեր հաջողության լույսն է։ Վերջ Երևան պատտվում են իրիկուն գալիս են, մի քանի օր հետո ես իմ քանի 100,000 դրամի բան եկել, տուգանք։ Եթե դուք այսպես լույսերով եք առաջնորդվում, հաջողություն է, բայց ոստիկանության աշխատողներին ոչ թե ձեզ։ Պարզ է։ Այսինքն դա դեռ չի նշանակում հաջողություն։
Երբ որ քարոզում են ոմանք թե հավատացյալին ոչ մի անհաջողություն պետք չլինի, նրա ամեն ինչ պետք է օրհնված լինի, տունը պետք է լինի ամենաճոխ, հարգից հարկ բարձրացող, ավտոմեքենաները այդ մարկայից, մագնիշից բարձրացող ու բարձրացող, պետք է քո ուտելիքը լինի մենակ ռեստորաններում ամեն ինչից բարձր, ամենալավ բաները մերնա, հաջողությունները մերնա, բայց արդյոք Աստծո խոսքը այսպիսի բան է խոստացել հավատացյալին։ Տերն ասաց, ով իմ հետևից գա, թող իր տոպրակը մեշոկը վերցնի, գա ես լսելով կտանեմ քեզ։ Տերն ասաց, ով ուզի իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր ամեն օրվա խաչը ու գա իմ հետևից։ Որովհետև ով որ ուզենա իր անձը գտնել, պիտի կորցնի այն, իսկ ով որ իր անձը կորցնի իմ եւ ավետարանի համար, պիտի գտնի այն։ Ուրեմն մեր հասկացած գտնելը եւ կորցնելը Աստծո հասկացած գտնելուց եւ կորցնելուց կարող է անկած շատ տարբեր լինել։ Հիմա մի օրինակ բերեմ Պողոս առաքյալից, որը շատ համոզված եմ, վստահ եմ, որ ձեր շատերի սիրելի առաքյալն է, առաքյալների ամենա օրհնված անձնավորությունը։ Բայց նրա կյանքում ոչ մի այդպիսի հարստություն, մեր հասկացած նյութական օրհնություն տեղի չունեցավ։ Նա անեծքի տակ էր։ Մի օր մի հովի մարդ էր ինձ ասում էր, մարդը որ հարուստ չեղավ, ինքը անեծքի տակ է ուրեմն։ Ես դուրս չեկավ այդ ասածը, ես չփորձեցի իրան ցավացնել, բայց ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Հիմա կասեմ մարդիկ, որոնք անցան այս ճանապարհներով աղքատությամբ, արենաներում լցնում էին ասված արգյուզների առաջ, խաչերով խաչում էին ու վառում էին։ Նորացին երեխաների կրկներին գցում էին սոված արջերի ու չգիտեմ ինչի առաջ եւ նրանք ծնկի եկած մարանաթա երգելով էին մեռնում։ Հիմա կասես նրանք անիծյալ էին արենաներում որ մեռնում էին։ Նրանք մտան փառքի ամենամեծ բարձունքների մեջ, որ մեզ ոչ մի ուղեղով երևակայության մեջ անգամ չեն կարողանա տեղավորել։ Աստված կարող է թույլ տալ։ Աստված կարող է արյուժների բերանը փակել, կարող է այո։ Դադարին դուրս բերեց, բայց հազարավոր արյուժների բերանը չփակեց, թույլ տվեց, որ այդ նահատակությունները տեղի ունենան։ Աստծո ծրագրերը ուրիշ են։ Եվ Աստծո ճանապարհները ուրիշ են։ Տերն ասում է իմ ճամփաները ձեր ճամփաներից չեն, ոչ էլ իմ ծրագրերը ձեր ծրագրերից։ Որչափ որ երկինքը երկրից բարձր է, այդքան իմ ճամփաները ձեր ճամփաներից։ Այսպեսին է մեր Աստված։ Ուրեմն մեզ պետք է Տիրոջը հասկանալ։ Կարող է սատանան արգելք հանդիսանալ հավատացյալին։ Կարող է։ Իսկ ուժեղ հավատացյալին, նվիրված հավատացյալին, Տիրոջ առաջի կլասես ծառա հավատացյալին սատանան կարող է արգելք հանդիսանալ։ Մարդը ասում է, ո՞նց կարող է այդպես բանալի, դրա խաղ չկա դեմը։ Պողոս առաքյալն ասում էր, ես շատ անգամ մի քանի անգամ պատելա ուզեցի ձեզ գալ, բայց սատանան արգելք եղավ։ Սատանան Պողոս առաքյալին արգելք եղավ, այո, եղավ։ Կա մի ուրիշտեղ, ես վերջերս այդ մասին կանգ առանք, որ ասում ինձ տրվեց մի սատանա, որ անդադ բռնցքարի ինձ։ Ես 3 անգամ աղոթեցի Տիրոջը, որ Տերը հեռացնի, ու Տերն ասաց ոչ, իմ շնորհքը ամբողջանում է տկարության մեջ։ Գնա։ Եվ Տերը չհեռացրեց։ Ինչու՞։ Չէր, հնարավոր չէր, հնարավոր էր։ Այսինքն, եթե Պողոսի հետ կարող է նման բաներ պատահել, ինչու՞ չի կարող է պատահել նաև մեր հետ։ Կամ հրեշտակապետը Պարսից իշխանը, դիվային իշխանները նկատի ունեն, ոչ թե Պարսկաստանի թագավորը, չէր թողնում, որ անցնի։ Արգելք էր դրել, պետք է նա պայքարելով անցներ։ 21 օր տևեց դա եւ նա Դանիելին ասաց, որ 21 օր տևեց, մինչեւ Միքայել իշխանն եկավ։ Այսինքն անգամ հրեշտակներ միացան, որպեսզի այդ խավարը կարողանան ճեղքել անցնել, որ կան Դանիելին սուրանդակի պես տեղեկություն բերեն։ Այսինքն հոգևոր աշխարհում էլ պատերազմներ գոյություն ունեն։ Այդ ես լավ ին վրա ասեմ չնեղանակ, էլի չթիթիզնանք մեզի տնենք, ես իմիջի տեղի մենք, ես իմ գիտեք ով ենք, մեր խաղ չկա, կա։ Խաղել կա, արտասուքել կա, դժվարություններ կա, զրկանքել կա, դու մահել կա։ Դու պետք է ամեն ինչին հաշտված Տիրոջ ծրագիրը հասկանալով, Տիրոջ կամքը այո եւ ամեն ասելով շարժվես առաջ։ Եթե այսպես է, դու իսկապես օրհնյալ ես։ Կթվա մարդկանց թե դու ինչ-որ բաներ կորցնում ես, բայց իրականում դու ավելի շատ գտնում ես։ Եդեմական պարտեզում Աստված արգելք դրեց Ադամի առաջ։ Աստված ինքը ասեց, այս պարտեզի բոլոր ծառերից կեր, չարի եւ բարի գիտության ծառից չուտես։ Ես վերջերս
Եղբայրները այս մասին շատ խոսեցին։ Այդ ծառ էր էլի։ Մեկ ասի, ինչի ստեղծեցիր, մեր ասում ես մի կեր։ Ինչի ես իմ ցանկություն ստեղծել, մեր ասում ես մի ցանկացի։ Հա, չէ, մարդկասի, բայց համես դրել այդ ցանկությունը, մեր ասում եմ, ինչի այդ էլ չտնեիր։ Ինչի սատանա ստեղծեցի իր, մեր ասում ես մի ընդունի իրան, չստեղծի իր։ Այսպես է հարցեր դուք ասում մի տվեք։ Այս բոլորը տրված են ինչ որ նպատակներով, որովհետեւ մենք կարողանանք հաղթել։ Եթե մենք հաղթելու բան չունենք, ի՞նչն ենք հաղթում։ Եթե դիմադրություն չունենք, այդ ինչով ենք մենք պայքարում եւ անցնում։ Բարձր։ Ուրեմն սրանք կարևոր բաներ են, բայց Ադամը չենթարկվեց այդ արգելքին։ Անցավ այդ արգելքից ենկոմ ու կորսեց եւ իր օրդությունները, եւ էդեմական պարտեզը, եւ իր ամբողջ սերունդը իսկապես արդեն դարձավ անիծյալ։ Եվ դերնել ասած, երկիրը քո պատճառով անիծյալ լինի։ Երկիրը քո պատճառով անիծյալ լինի։ Այս կենդանիները, թռչուններն էլ Ադամի անիծքի տակ ընկան։ Նրանք ստեղծված չէին, որ ինչ-որ մեկը դմփեցրի քծիցակ լոր ուտի։ Ստեղծված էր գեղեցկության համար, շքեղության համար, Աստծո փառքի համար, բայց երկիրը խառնվեց իրար, անգամ մարդիկ սկսեցին իրար ուտել, ոչ թե մենակ կենդանիներին։ Եվ սա իսկապես անեծք էր։ Մինչև որ Աստծո որդին պետք է գարի այդ անեծքը իր վրա վերցնելու եւ մարդկային սերունդը փրկելու այդ ապականությունից եւ գալիք հավիտենական դատաստանից։ Պողոս առաքյալը Գաղատացիների ուղերձում գրում է 6:17-ում. «Բավական է ինձ հոգնեցեք, քանի որ ես իմ մարմնի վրա կրում եմ Քրիստոսի վերքերը»։ Ես իմ մարմնի վրա կրում եմ Քրիստոսի վերքերը, հերիք է ինձ հոգնեցնեք։ Ինչ վիճակի մեջ էր մեր այդ աղբերը, որ այսպես էր գրում Գաղատացիներին։ Կարդամ, անցավ դժվարություններով, տառապանքներով, ձաղկումներով, ծեծերով, բանտերով։ Եվ մի քարոզիչ ասում էր Պողոս առաքյալը, դե օրինակ էր բերում, փոխաբերական իմաստով ասում էր Պողոս առաքյալին, երբ որ մտնում էր մի քաղաք, առաջ երթին ինքը հարցնում էր, որտեղ է այս քաղաքի կենտրոնական բանտը, բանկը չէ, բանտը, որտեղ կան տուրիստներ եթում են, առաջինը բանկն են եթում, կամ հովիվներ, որ շուտ փողերը վերցնեն, որ իրանց պետք է գա, իրեն բանտներ է տակրում, որտեղ այդտեղ պետք է անցկացներ գիշերը։ Որովհետև նա գիտեր, որ Աստծո գործն է գործում եւ կունենա մեծ դիմադրություններ։ Գրված է նաեւ Պողոսի վրա էր կուտակված նաեւ բոլոր եկեղեցիների հոգսերը։ Դուք գիտեք, եկեղեցու հոգսերը հոգալն էլ դժվար բան է։ Դժվար բան է։ Ասենք կան ավելի մեծ եկեղեցիներ, 10,000, միլիոնանոց անգամ եկեղեցիներ կան։ Դու ո՞նց կարող ես բոլորի ցավը դարդը զգալ, ամեն ինչը տեղին անել, որովհետև բաց չթողես, սխալ թույլ չտաս։ Հնարավոր չի։ Ու 100 անգամ լավ բան անես, մի անգամ չկարողանաս անել, այն 100-ը մոռանում են, այն մի հատ է սարքում են աշկի փուշ։ Ու ասում են, որ այսի տես որ դու չկարողացար։ Ուզում եք եկեք աշխարհի ամենալավ վարչապետը կամ նախագահան, ամենալավ։ Մեկը մի բան կգտնի, որ քեզ կասի դու լավ չես։ Այսինքն դուք չեք կարող անել այնպես, որ բոլորը ձեզանից գոհ լինեն։ Մովսեսին ինչ վիճակի հասցրեցին։ Այստեղ հասցրեցին Մովսեսին։ Եվ նույն ժողովուրդը պատճառ դարձավ, որ Մովսեսը չմտնի Կանանի երկիր։ 3 միլիոն մարդը կարա հանի ու տանի 40 տարի, որ ամեն օր ուտել են ուզում, ամեն օր խմել են ուզում, ամեն օր մարդը էլի ինչա մարդուն անհրաժեշտ ուզում էին այդ բոլոր բաները։ Մովսեսը ոնց պիտի օգար։ Դատեր ունեին, որ Մովսեսին էին բերում, որ մի օր Մովսեսյաներն ասել, «Էս էվի դու քեզ ես մաշում ժողովրդին էլ, ընտրի քո միջից մարդիկ, որ նրանք փոքր դատերը վարել, մեծը թող բերեն քեզ»։ Դժվար էր։ Մենք որևէ գործանողին մեղադրում ենք, ասում ենք չես կարողանում ղեկավարես երկիրը կամ մյուսը կամ եկեղեցին։ Հա, մարդկա ասկի մի հատ կնիկ չի կարող ղեկավարի, ինքը կարողանա ավելի մեծ բան ղեկավարել, կամ մի ընտանիք չես կարողանում ղեկավարել, բայց երկրի ղեկավարությունից ես խոսում։ Դրա համար մենք մի քիչ հետ քաշվենք մեր տեղը, էլի, փորձենք հասկանալ, որ սրանք դժվարություններ են, իսկ Պողոս առաքյալի վրա այդ դժվարությունները կար։ Իրապես կար։ Եվ նա իր կյանքի վերջում, երբ որ գիտեր, որ հաջորդ օրը պետք է իրեն տանեն կափառնարան գլուխը կտրելու, արդեն գիտեր ինքը։ Չէր լացում, չէր նվնվում, հրաժեշտի ինչ որ բան չէր կազմակերպել, խնջույք, այն նստած գրում էր վերջի ուղերձը, վերջի նամակը իր կյանքի։
Եվ ինչ էր գրում Տիմոթեոսին. բարի պատերազմս ավարտեցի, ընթացքս ավարտեցի, հավատս պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը կտա ինձ այն օրը, եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Սա էր գրում։ Հիմա նա մեզնից շատերը, որ ասենք գալիս են մեր կյանքի վերջի շրջանը, մանավանդ որ ծերանում են, մտածում են դե ինչ որ մի բան պապինական պապան, պետք է բաժանը էլի, էսի տամ Հայկին, էսի տամ Հովիկին, էսի տամ Արմենին, էսի տամ Սետրակին։ Պողոսը ինչ ժառանգություն ուներ, որ մի հատ էլ թողեր։ Հիմա ասեք ժառանգ էլ չուներ։ Ժառանգ չուներ ֆիզիկապես, բայց ժառանգ ուներ հոգևորապես։ Մենք բոլորս ամբողջ եկեղեցիները Պողոս առաքյալի ժառանգությունն էր։ Նա էր թողում ժառանգություն։ Դու թողում ես մի հատ փետու փսուր կրավատ ու չգիտեմ ինչ որ բան, 2 քառակուսի մետր հող։ Իսկ Պողոսը թողում էր ուղերձներ, խրատներ, զգուշացումներ, նոր կտակարանի անգին գանձերը, որը պետք է հետո դառնար բոլոր դարերի բոլոր եկեղեցիների համար որպես ամենամեծ գանձ։ Ասուս եկած, ասուս տրված ամենամեծ պարգև թանկագին։ Ահա թե մենք ինչ ժառանգություն ենք թողնում մեզանից հետո։ Ես չեմ ասում դուք ձեր երեխին ժառանգություն մի տվեք, բայց հիշեք, այդ ձեր տված ժառանգությունը կռիվ անգամ քսում իրար մեջ, որովհետև դուք չեք կարողանա այնքան մաքուր պաշտպանեք, որ դժգոհություն չառաջանա։ Բայց այս ժառանգությունը, որի մասին մենք խոսում ենք, ինչքան տաս չի պակասի, ինչքան տաս կավելանա։ Բարի, ինչու, որովհետև Պողոս առաքյալը սովորել էր պատվականը անարգից զանազանել։ Ամենամեծ ցավը նրանում է, որ մենք հավատացյալներս պատվավորը անարգից չենք կարողանում զանազանել։ Հանկարծ անարգին տալիս ենք մեծ պատի, պատվավորին դարձնում ենք անարգալից։ Աշխատողին քննադատում ենք, չաշխատողին բարձրացնում ենք։ Եկեղեցում որ մարմնավոր բաներ կա, գովում ենք, որտեղ որ հոգևոր դրվածներ կան, թեկուզ պահանջկոտ, սկսում ենք քննադատել։ Ինչու, որովհետև մենք Տերն ասում էր Երեմիա մարգարեության 15:19-ում ասում է. եթե դարձնես, քեզ պիտի դարձնեմ, եթե իմ առաջ պիտի կանգնես, եւ եթե պատվավորը զանազանես անարգից, իմ բերնից պես պիտի լինես։ Այսինքն, եթե մենք, ես եւ դու, սիրելի քույր եւ եղբայր, եթե կարողանանք ճշմարտությունը տարբերել կեղծիքից, եթե կարողանանք մաքուրը տարբերել անմաքուրից, Տերն ասում է, իմ բերնից պես պիտի լինես դու։ Աստծո բերնի պես սուրբ, զորավոր, մաքուր եւ ճշմարիտ։ Ահա։ Եվ մենք Պողոսի կյանքից փորձենք իմաստություն քաղել։ Ուրեմն ամեն փակ դուր չէ, որ արժե դու տրտնջաս, դժգոհես եւ ուսահատվես կամ փակ դռներ, որոնք քեզ բացում են մի նոր ճանապարհ։ Մի պատմություն եմ ուզում պատմել, լավ չեմ հիշում, պատմել եմ եկեղեցում թե ոչ, բայց եթե նույնիսկ անգամ պատմած լինեմ, չի խանգարի, գոնե մեկի համար ով չի լսել։ Մի կին աշխատանք է փնտրում, գնում է մի ռեստորանի տնօրենի մոտ, ասում է, պարոն տնօրեն, խնդրում եմ ինձ մի աշխատանք տվեք։ Այդ տնօրենն ասում է, ես ոչ մի աշխատանք չունեմ, մենակ հավաքարարի տեղ ունեմ, ասում է, թեկուզ հավաքարար, ես խիստ կարիք ունեմ էլի աշխատանքի։ Դե տնօրենն ասում է, լավ, ես թղթերին ծանոթացի պայմանագրին, ու տակը ստորագրի։ Ես կին ասում է, պարոն տնօրեն, ես կարդալ չգիտեմ, գրել չգիտեմ, ես անգրագետ եմ։ Ասում է, ես քեզ ո՞նց կարամ աշխատանքի ընդունեմ, երբ որ դու պայմանագիրը չես ստորագրի։ Եվ եթե ո՞նց դու ստորագրես, եթե չես կարդում ծանոթանում, համաձայն չես։ Ասում է, չեմ կարող։ Շատ է խնդրում այդ կին ասում է, ինչ կլինի, էլի ընդունի, ասում է, չէ, չեմ կարող։ Ամենաշատը ես քեզ կարամ, այս մի այդ փաթեթ բանանը տամ։ Ասում է, լավ, մի հատ բուկետ բանանի տալիս, ասում է, արժի գնա։ Մենակ ես կարամ։ Տխուր էս բանանը վերցնում գալիս է ծովափնյա քաղաք է լինում, էլի նստում է այդ ծովի ափի մոտ, տխուր բանանը դրած իր առաջ, մտածում է թե ես ինչ կյանք է, էլի։ Մի հատ հավաքարարել չկարողացա ընդունվել աշխատել, բայց ես ինչի եմ պետք, ումն եմ պետք ես։ Այդ ժամանակ մի հատ տուրիստ մոտենում է, տուրիստին հայերենում զբոսաշրջիկ են ասում։ Գալիս մտածում է երբ բանանա ծախում։ Գալիս ասում է այդ բանանը վաճառում եք ինչ արժի, այն ասում է շատ գիտեմ ինչ արժի։ Yani բանան ծախել եմ կամ կերել եմ որ մի հատ իմանամ ինչ արժի։ Դե վերջը սրան մի հարբար գումար են տալիս այդ բանանը տանում են։ Այս կնիկը նայում ասում չասկսանք։ Այս բանանը փող բերեց ինձ։ Մարտիկան որ ասենք 2 կոպեկ տոնը մտնում է, վրաս մտածում են ուտելու մասին, մարտիկան մտածում է ոնց կարելի 2 կոպեկը 4 կոպեկ դարձնել։ Ով ավելի խելացի ըստ ձեզ։
Երկրորդը խելացի է։ Մի ժամանակ հիշում եմ մեր եղբայրներից մեկը պատմեց, ասում է, որոշեցի աղբորս օգնեմ, թող առևտուր անի, էլի։ Մի որոշակի գումար վերցի, արա սնիկերսա էսայնայնա սոկա պեչենիա, ասիկ մի աթորի վրա որ տնես, կարաս վաճառես ու այդպես անդադ զարգացնես, համ ապրեք, համ էլ զարգացնես քո այդ բիզնեսը։ Ասում եմ երկու օրվա մեջ այդ առածը փռդեցին, կերան ու գնաց վերջ։ Մեկ դասում ասի լավ, սպասի մարոժնի բանանեմ, մի ժամանակ հիշում եք բերում էին, էլի պաղպաղակը արկողով վերցնում էր, աշխատող էր դառնում, վաճառում էր, նորից այդ փողը տալիս էր, տոկոսը քեզ էր բերում, նորից շարունակում էր։ Դին ամբողջ ящիկը կերան բրծան։ Հետո ընկան պարտքերի տակ։ Սրանք անխելք մարդիկ են։ Այս կինը անխելք չէր։ Վերջը սկսում է զարգացնել այդ առևտուրը։ Գնում է ավելի շատ է բանան առնում, որովհետև արտահագին փողը մեծ էր։ Էդի վաճառումը էլ ավելի շատ է օգտվում, կամած մի հատ փոքրիկ կրպակ է տնում, արդեն ոչ թե մենակ բանան, այլ տարբեր մրգեր է վաճառում, հետո ավելի է մեծացնում, կամած ամիսների տարիների ընթացքում դառնում է ոչ թե մենակ, դառնում հետո խանութ, հետո դառնում է մարկետ, հետո դառնում է սուպերմարկետ, հետո դառնում է հիպերմարկետ, դառնում է հասնում են աշճանը, որ պետք է արդեն առևտրի մի ամբողջ ցանց կազմեն։ Իրավաբանները ինչ են ասում դրանց, որ աշխատում են իր հետ միասին խորհրդատուները, գալիս ասում են տիկին տնօրեն, կին ալինում, տիկին տնօրեն, հիմա մենք ամբողջ փաստաթղթերը կազմել ենք, դուք ծանոթացեք այս փաստաթղթերին, որ ստորագրեք, այդ դնենք Իգոր։ Էսի շփթում ասում է, ես գրել կարդալ չգիտեմ։ Ո՞նց ստորագրեմ այդ փաստաթղթերը, որ չեմ կարողանում կարդալ անգամ որ հասկանամ ինչ է։ Շշմում են այդ աշխատողներն, ասում են Այ քեզ բան, բա որ դու եթե գրել կարդալ չգիտես, իսկան հաջողության ես ասել, բա որ գրել կարդալ իմանայիր ինչերի հասած կլներ։ Ծիծաղում ասում որ գրել կարդալ իմանայի, հիմա մի հատ ռեստորանում հավաքարար էի։ Հասկանալի է։ Այսինքն բաներ, որ ես չեմ քաջադրում գրել կարդալ չիմանալ, էլի գրել կարդալ անպայման իմացեք անգամ թեկուզ հավաքարար։ Բայց փակ դռները միշտ չէ որ անհուսությանա տանում էլի, հնարավոր է դրա մեջ կա մի բան, որ Աստված քեզ համար պատրաստում է մի ճանապարհ, որի մասին դու դեռ չգիտես։ Օրինակ, դուք որպես հավատացյալ մարդուն օգնել պետքա թե չօգնել։ Բայց ամեն մեկի օգնել, թե կա մարդիկ, որոնց պետքա չօգնել։ Մենք ասենք, բայց ո՞նց չօգնեմ։ Մի անգամ Հայկը մի բան բերեց իր պատգամներից օրինակ, ասած մի տնօրենն ասեց Երբ որ մարդու ստամոքսը դատարկ է, իր ուղեղը սկսում է լավ աշխատել։ Դա ճիշտ խոսք է, գիտեք։ Օրինակ մարդը գալիս է փող է ուզում քեզնից, տալիս ես հետո խմում է։ Գալիս էլի է ուզում, ասում ես, բայց դու փողը տվիր խմելուն, հացի տայիր։ Մի ուրիշ է ուզում, այն էլա, կան մարդիկ իմ անգել են փող են ուզում սրանից, խմում են, այդ իրանց համար ծովը դառնում է ծնկներից, ծխեցինք, բայց ինչ է ծխե մի քիչ առաջ մուրացկանություն է իրանում։ Հիմա այդ մարդը որ մի օր գա, ասես չեմ տա։ Ճիշտ կանես թե սխալ։ Բայց համել բացատրես ինչի չեմ տա։ Իսկ գնա աշխատի։ Աշխատանքը շուկա որի աշխատեմ, ոչինչ, մի երկու որ սոված նստես, հետո սոված ստամոքսդ քեզի սկսի մտածել տալ, գիշեր էլ չի քնի, ասի ինչ անեմ որ հաց լնի ուտեն, կմտածես ինչ անեմ։ Ելնես կետած մարդիկան մի ասենց ճռիկ են վերցնում շուկաներում, վեշ են կրում ըստիցն դեցին 50 դրամ 100 դրամով օրվա հացը աշխատում են իրաց ընտանիքի։ Ամոթ չէ, նրանք համբալ չեն։ Նրանք աշխատող մարդիկ են։ Համբալները նրանք են, ովքեր նստում են ուրիշների վզի, ուզում են ուրիշները աշխատեն, բերիտան ինքը խմի ու պարկի ծառերի տակ։ Այ համբալ իրանք են։ Թող չնեղանան, կարող են շատ քրվեն ձեզ կարոտից հետո։ Հիմա տեսեք, ես օրինակը պատմեմ ավելի པարզ դառնալու համար, մի երիտասարդ տղա կար, ես նրան ճանաչում եմ, իր մորը ճանաչում եմ իրանց ընտանիքը։ Մուրացկանություն էր անում։ Կաներել շուկայի մոտ հատկապես փող էր ուզում սրանց, ինձ էլ է ճանաչում ինքը, բայց սետրակ է, եղբայրն ասում էր, սետրակ եղբայր 10 դրամ կտաս, 20 դրամ կտաս։ Ես ասում եմ ախպեր։ Ասի, բայց ինչի դու չես աշխատում, էլի երիտասարդ տղա, ինձնից ուժեղ, կարգին տեղը տեղին։ Դու փող ես մուրում մարդկանցից։
մի բան արա աշխատի, ապրի, էլի, էսի ճիշտ չէ, դու ոնց ամոթ չես զգում։ Ես ասած զայլա մի տարի, մի կտած չէ, ինձ ավիտարան ես կարդում գլխիս։ Մի քանի անգամ տվեցի։ Հետո մեղքս եկավ, ասի, սպասի մի քիչ ավելի շատ տամ, արդեն 1000 դրամ էի տալիս հանդիպելուց։ Գիտեք, հետո ինչ եղավ մի քանի օր։ Սեդրակ եղբայր, մի 1000 դրամ կարաս տաս, արդեն չէ ասեմ ինչ։ Ասի չէ, արի ես քեզ ասեմ, արի ես քեզ օգնեմ, ես կառնեմ, եթանք արևածաղի կառնենք, շեմը չկա։ Դու դիր շուկայում ծախի։ Օրվա վաճառքը քեզ կբերի փող, այդ փողով դու ամնորից հաջորդ արևածաղի կկառնես, այն ավելացածով արդեն քեզի հաց կառնես։ Այսպես դու դի շարունակի։ Չէ։ Չլսեց։ Անցավ մի որոշ ժամանակ մի օր շուկայում տեսա կասիլներով էր մի ոտը կդրած էր։ Ասի, դե անունը չասեմ էլի, որ ասեմ կարող եմ ոմանք ճանաչեն չեմ չարժե։ Ասեցի, ախպեր, ուրա մի ոտդ։ Սետրակ եղբայր, սեմեր խմած, քնեցի, չզգացի, ցուրտը տարա ոտերս, այս մի ոտը մի կերպ փրկեցին, բայց եսի կտրեցին։ Ահա, ասի մի նոր դարձար իսկապես մուրացկան, արդեն որ կարելի է քեզ խղճալ, որովհետև չեն ասի ոտու ձեռնես կնա աշխատի, էլ ոտը կա որ իթ աշխատի։ Մի քանի ամիս հետո տեսա անդամալույզի սայլակով էր, այն միս ոտնել էին կտրել։ Արդեն երկու ոտը չուներ։ Ասի ախպեր, բեն միս ոտը դուրա։ Շատ ու խմած, ամիլ խմած էր, արդեն մեղքների գալիս էր տալիս էին ոմանք։ Մի քանի ամիս անցավ, էլ չերևաց աշկից։ Հետաքրքրեց ինձ էլի հարցրեցի, ասի ուրա ինք ասին մահացել է։ Հիմա տեսակ, եթե այդ մարդուն չտային, հենց լավ չտային։ Հիվանդ չես։ Ծերացած չես։ Անդամալու ոչ մի բան չես։ Դեռ ոտով, ինչ ես նստե պատի տակ փող ավակում։ Ինչ ես նստե փող ավակում, որտեղ դու ցերիակ ես։ Եթե չես կարողանում աշխատել, քեզ օգնեն, անպայման պետք է։ Եկեղեցում էլ եթե մարդը չի ուզում աշխատել, Պողոս Արաքյալն ասում է, թող չուտի էլ։ Իսկ եթե մեկը ուզում է չաշխատել, բայց ուտել, ես չեմ համարձակում ասեմ մի տվեք, բայց ուզում եք տվեք, ուզում եք մի տվեք։ Բայց մի հատ մարդ ասում էր, սոված ստամոքսը ստիպում է, որ մարդու ուղեղը ճիշտ աշխատի։ Երևի դա ճիշտ է։ Օրինակ, մարդիկ կան, իմ տղան էլ է այդպես, Տիգրանը։ Ասում է, ես երեխեքն ասում են, պապ, եթանք Հայաստան մանանենք, ասի փող ունեք, գնացեք, ես ձեզ փող չեմ տա։ Բա ոնց փող, որ դու չտաս որտեղ, աշխատեք։ Ուրեմն ստեցին ուղեղները աշխատացնել, շատ են ուզում Հայաստան գալ, ինչ որ մի հատ գործ են հեռնարկել, Սեմը գնացել է, չգիտեմ, որ ռեստորանում ինչ աշխատում, սիրուն սիմպաթիչնի տղա էլի, սիրուն էլ է իր բանի սազումը, Ռուսամները կամպյուտերով ինչ-որ բաներ, ծրագրերը սարքում, փող աշխատում են, փող են հավաքում, որ կան Հայաստան։ Ինքն ասում է, բա, ես կարա իրանց տայի փողը, որ փողը տայի, չէին աշխատի, թող իրանց ուղեղը աշխատի, որ առանց պապայի էլ վաղը կարողանան աշխատել, ստեղծել եւ ապրել։ Ճիշտ է մտածում։ Ես տեսել եմ բիզնեսեն մարդու, որ փողը իր համար փող չի եղել, խնդիր չէ։ Փողը իր համար թուղթ էր։ Բայց իր տղեկին սովորեցրեց բիզնեսի ճամփան, բայց փող չէր տալիս։ Ուղեղդ աշխատացրա, ստեղծի, ավելացրա։ Ու դարձան իսկապես մեծ բիզնեսմեն մարդիկ։ Մեզ թվում է, թե իրանք անխելք մարդ են, լիքը փող անց չես տալիս, այն բոլոր ընտանիքներում, որտեղ երեխաները միշտ ունեցել են այն, ինչ որ ուզեցել են, այդ երեխեքը մեծ մասը լավ երեխեք չեն դարձել։ Նրանք չեն գնահատել իրենց ծնողների աշխատանքը, որովհետև չեն աշխատել։ Նրանք մտածել են ամեն ինչ, երկնքից ենք դու ինչ-որ պետք է զբաղեն։ Պետք է զբաղեն ուտել, խմել, սրա նրա խաթրին կպնել, կամ նրա սրա աղջկա խաթրին կպնել, որոնցից հիմա լիքն են։ Ուրեմն մենք պետք է ճիշտ վերաբերում ենք։ Իսկ եթե ամեն ինչ մեկա կա, տուն ունեմ, տեղ ունեմ, ավտո ունեմ, ամեն ինչ ունեմ, պապան, մաման էլ միշտ կողս կայնած են, հետո կտեսնեք այդպիսիները հանդիպելու են մեծ դժվարությունների, որտեղ հիմա իրանց թվում է, թե իրանց առաջ փակ դուր չկա, վաղը բոլոր դռներն են փակվելու միանգամից։ Եվ ցավոք սրտի հանկարծ կարող է հետևում ճանապարհ չլինի, ամբողջ դժբախտությունը դրանում է։ Ուրեմն եթե քեզ չեն ընդունում աշխատանքի, որևէ ծրագիր ձեռնարկել չի ստացվում, ինչ որ դռներ փակվում են,
մի հուսահատվիր, որովհետև Աստված ճանապարհ ունի քեզ համար, որի մասին դու չգիտես, խավարում պահված գանձեր ունի, որոնց տեղը դու դեռ չգիտես, իսկ Աստված քեզ պիտի տանի այդ գանձին։ Եսայիա մարգարեությունը 45:3-ում ասում է. խավարի գանձերը եւ ծածուկ տեղերի հարստությունները պիտի տամ քեզ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը Իսրայելի Աստվածը, որ քեզ անունով եմ կանչում։ Ով իր մեջ զգաց, որ Տերը հենց ասա քեզ ասում։ Նա քեզ անունով գիտի։ Ուրեմն ես մի բան պատմեմ իմ հետ տեղի ունեցած, որը վերաբերում է այս թեմային։ Ինստիտուտն ավարտել էի, ունեի բարձրագույն կրթություն։ Դա ամեն աշխատանք դուրս չէր գալիս, որ ասենք միտեղ մտնի աշխատեի։ Այդ ժամանակ ծանոթացել էի մի մարդու հետ, ով Կենտկոմում էր աշխատում, այն ժամանակվա կոմունիստական Կենտկոմում բավականին լուրջ մեծ պաշտոնյա մարդ էր։ Ծանոթացել ենք, որ երկուսիս անուն ազգանուն նույնն էր։ Իր ազգանուն անունն էր Սետրակյան Սետրակ, իմն է Սետրակյան Սետրակ, ինքը Հայաստանի բոլոր Սետրակյան Սետրակյանին գիտեր։ Ինքն էր մանեկե գտե, ինձ էլ էր գտե, ասի ինչ լավ հաջողություններ։ Լավ մարդ էր, ընտիր մարդ էր։ Քանի անգամ Կենտկոմ գնացի եմ, իրան տեսել եմ, եթե մելում ես իմ որ երրորդ հարգ ասում եմ, ամեն մөр չի կարող մտնի Կենտկոմ։ Ասեցի մի հատ ինձ աշխատանք կարաս անանես աշխատեմ։ Ասեց որտեղ ես ուզում աշխատես, ասի ես շատ գիտեմ։ Ասեց արի դու մտի քաղաքական բանի մեջ, անավատ էի։ Ես քեզ կարողանամ այս բանով տանեմ, մեր յուղում էլ ձեր աշոտը, Խլղաթյան աշոտը արդեն փոխվել էր բանում էր, սոցբանում էր աշխատում, տեղը ազատ էր Կոմսոմոլի քարտուղարի, ինձ տեղավորեցին այդտեղ Կոմսոմոլի քարտուղար յուղում։ Ասեց, ահա, այստեղից քեզ կտանեմ Կոմսոմոլի ռայկոմ, այնտեղից կտանեմ Կոմսոմոլի Կենտկոմ, այնտեղից կգաս իսկական Կենտկոմ, քեզ ես ինձ առաջ տանեմ։ Թվում էր հաջողությունները սկսվել է, ես էլ նոր եմ ամուսնացել, մեր երկու հատ երեխա ունենք, թե չունենք, չեմ հիշում։ Լրիվ անհաջողություն դրանից հետո, ամեն ինչ փլուզվում է, մի հատ ժողով չեմ կարող կազմակերպեմ։ Ու դուրս չի գալիս վիճաբանություն սրա հետ, այդ հրանգիչների, մյուսների հետ, ջուրս չգնաց դրանց արվով, այնց արին, որ ելում թողեմ ելնեմ այդտեղից։ Թողեցի ելա, չհաջողվեց, ասի լավ չէ, իմ տեղը չէր։ Գնացի ասի, կարաս ինձ տեղավորես KGB-ում աշխատեմ։ KGB-ն էլ դե ժամանակ պրեստիժ տեղ էր, էլի ասենց KGB-ի աշխատող մտածում ես, այն տոմսը չեբստրասես, չակար, բան, գիտեք, թիտիզմիտից ման կգամ։ Ասես, չէ, էդի չէ, քեզ ուղարկեմ Լենինգրադ, KGB-ի բարձրագույն դպրոցը ավարտես, որ գաս այստեղ դու լեյտենանտի կոչում ունեի, որ ավելի բարձրացան սպա աշխատես։ Չեղավ։ Ասի լավ կարաս մի հատ ոստիկանություն տեղավորես, ոստիկան աշխատին։ Էդ էլ չեղավ։ Ինքն էլ վատ ազգում, ինքը մեծ մարդ է իսկական։ Ասում ես ինչ ես ինձ ստացվում, չեմ կարողանում, ես մարդուն։ Ինքն ասեց կարող է քեզ ուղարկեմ գաղութ կալանավորների հետ այնտեղ էլ կան էլի ոստիկանության աշխատողներ այդ կալանավորների վրա ասի լավ դու էդ ելնի էդ էլ չկարողացավ ոչ թե չկարողացավ չստացվեց բայց ես չգիտեի որ դուրա փագում դրան վրա թեկուս անավատ են բայց Աստված ճանապարհ ունի հետևում պատրաստած որի մասին ես չգիտեմ եկա ասի լավ ինչ անեմ այդ համ քարանք աշխատեմ էդի մասնագիտություններ գնացի այնտեղ ես չգիտեի, որ արդեն իմ գանձը ընդեղ է։ Առաջին մարդը, որ ինձ ասուխոս խոսեց, ինքը գանձը չէր, ինքը այդ սունդուկն էր։ Սունդուկի ոնց են ասում։ Գանձատուփն էր։ Գանձը նրա մեջ էր։ Ամեն ջանք գործադրեց, որ ինձ Քրիստոսի մասին ասի ու հաջողվեց։ Աստված սիրտս բացեց, ընդունեցի։ Մի օր հրավիրեց իրանց տուն, ասեց արի գիրուկունը մնա գիշերը, ես քեզ լավ չեմ կարող պատասխանեմ ամեն հարցին, իմ հարևանը շատ լավ գիտի, քո հետ կզրուցի։ Ասի, այդ համ բայց չամոզեն էլի խելքս ուտեն, էլա տուն էլ խափեցի ռպսիկին, դե սուտ խոսալի չէ իմ համարին ժամանակ։ Ասի, հանկիս վարի չէ, գիշերը պետք է մնանք իրանց տունը, բան պետք է նարյատ պետք է գրենք, չգիտեմ ինչ նարյատ, հանկի ինչ հանկի վարիչն ինչ նարյատ կամ խափեցի գնացի այնտեղ մնացի, ծանոթացա Վազգեն եղբորի հետ։ Վազգեն եղբայրը էլի իմ գանձը չէր, բայց այդ սունդուկի միջի հաջորդ սունդուկն էր, որի մեջ գանձն էր։ Եվ այդ գիշեր իմ վերածնունդի գիշերն եղավ։
Ես չէի հասկանում ինչա կատարվում, ես ինչ զգացմունքներ եմ մեջս առաջանում, ինչի եմ անկախ ինձ ոնց որ ուզեմ լաց լինեմ, չգիտեմ ինչ մի երջանիկ զգացում եմ ապրում, չեմ հասկանում դրա պատճառն ինչ է, հասկանալի է։ Ես սկսեցի Քրիստոսին զգալ իմ կյանքում, արդեն հասավ իմ գանձի ժամանակը։ Ես այդտեղից վերադարձա արդեն լրիվ ուրիշ մարդ։ Դուք կարծում եք թե հաջողությունները սկսեցին իր այդտեղից տալ, դու չէ ինչ հաջողություն, անհաջողությունները սկսեցին վրա ենել ինչ ծևի։ Փակ տրից փակ տուր, այս տրից անցանք այն մյուս տուրը փակ, ընդրանց հետո տնից ցանել վռնդել, տնից վռնդելուց հետո բանտ արկել, բանտի տրներն էր բացվում, փոխանակ հաջողության տրները բացվեր։ Դերը սկսում էր սովորեցնել, ինչ որ բաներ սովորեցնում էր, գիտեք ինչ էր սովորեցնում։ Սովորեցնում էր հնազանդություն, սովորեցնում էր հավատարմություն, սովորեցնում էր համբերություն։ Եվ այսօր առավոտն էլ որ նայում եմ, հիշեցի, որ ասում եմ, տեսեք կարդամ, ասում եմ, Հիսուսի մասին էլ անգամ թեկուզ նա որդի էր, բայց իր կրած չարչարանքների պատճառով հնազանդություն սովորեց։ Եվ կատարյալ դառնալով հավիտենական փրկության պատճառ դարձավ բոլոր նրանց համար, ովքեր հնազանդվում են իրեն։ Եվ Քրիստոսը մեզ ուղեկցում է ոչ թե բարգավաճման այդ փող ու ոսկի մյուս բանի ավետարանը, բարգավաճան, այլ առաջնորդում է Քրիստոսի չարչարանքներին հաղորդ լինել, որպեսզի վաղը կարողանանք մենք նրա փառքին էլ կցորդ լինել։ Այս սա այն ճանապարհն էր, որ Աստված տանում էր, բայց մենք չէինք հասկանում։ Հիմա եթե հաջողվեր, դե մտածում եմ, ասում հաջողվեր։ Ես ով էի լինելու հիմա։ Կարող է լինեի մի հատ բարձրաստիճան սպա, մի հատ պաշտոն ունենայի, KGB-ի աշխատող լինեի, այսօր ձեր բամբուլները կտայի քամուն, կդառնայի հալածող, կամ մի հատ ոստիկան լինեի, կդառնայի բոլոր հավատացյալների հալածող, բայց այսպես չեղավ։ Որտեւ Աստված փակեց դռներ, հետևից բացեց ճանապարհ։ Իսկ եթե մենք ուզում ենք ինչ-որ մի բան շահենք, Պողոս Արաքյալն ասում էր Մատթեոս 16:26-ում, ինչ օգուտ մարդուն, որ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Այսօր մենք շատ մարդիկ ենք տեսնում, իրանց գտան ինչ-որ բաներ, անձերը գտան, բայց կորցրեցին կյանքը։ Իսկ այդ կյանքը Քրիստոսն էր։ Շատ լավ։ Որովհետև երբ որ դու գտնում ես Քրիստոսին, երկոց 1:5-ում ասում է, ով էր Քրիստոսը քեզ համար, արդեն Քրիստոս դարձավ քո կյանքի գանձը, որը կոչվում էր սքանչելի, խորհրդակից, հզոր Աստված, խաղաղության իշխան, հավիտենության հայր։ Ահա դու ինչ գտար։ Եվ մենք այս կավի անոթների մեջ գանձ ունենք հավիտենական, որ Աստծո Սուրբ Հոգին է, որը մեր հոգիներին միացած վկայում է, որ մենք Աստծո որդիներ ենք, ժառանգներ Աստծո եւ ժառանգակիցներ Քրիստոսի։ Եվ մեր հոգիների հետ միացած աղաղակում ենք Աբբա հայր, հայր, հայր։ Մենք սա ունենք, սա համարում եք փոքր հարստություն, սա ամենամեծ հարստությունն է, որովհետև վաղը մենք որ ես երկրից գնացինք, մեր պանդխտության տարիները մի օր կվերջանա ու հերթով չի, ոչ մեկը չգիտի թե երբ ում ժամանակը հասնում։ Մեր հետևից կգան միայն մեր գործերը։ Ինչպես հայտնության թղթում ասում է, որ նրանք հանգստացան իրենց տկնություններից եւ իրենց գործերը իրենց հետևից գնացին։ Երանելի է այդ օրը։ Հիմա ուրեմն եթե որևէ անհաջողություններ լինում են, մի ասա, ինչու Տեր։ Այդպեսի հարցեր Տիրոջը մի տվեք, թեկուզ մենք շատ ենք տալիս, որովհետև Տերը ոչ թե ուզում է քեզ ոչնչացնել, այլ փակում է քո մի դուռ, որ կարողանա քեզ համար բացի մի նոր ճանապարհ, որի մասին դու չգիտես, չես էլ ուզենա, եթե քեզ բացատրի, նա քեզ պետք է տանի, տեղեր կա զորովա տանում, որ դու ստիպված գնաս, բայց հետո շատ ես օրհնելու այն օրը, որ այդպես եղավ։ Մի քանի Աստծո մարդկանց կյանքից օրինակներ բերեմ, շատ հպանցիկ կանցնեմ, որտեղ ձեզ ծանոթ պատմություններ են, ուղղակի մի հատ սրա հետ կապ ստեղծելու համար։ Առաջինը Հովսեփի մասին։ Հովսեփը ես չեմ համարի սովորական մարդ, որտեղ Աստվածաշնչում մի 2-3 անուններ կան, որոնց կողքին գրված է Աստծո սիրելի։ Բոլորս էլ Աստծո սիրելի ենք, բայց հատուկ անունը որ գրված է, դրանցից մեկը Հովսեփն էր։ Դուք ձեր սիրելի զավակներին աշկի բիբի պես եք չէ նայում։ Թե թույլ եք տալիս ինչ նեղության մեջ գնա թող եթե անգնի։ Չէ, կարծում եմ մենք մարդկորեն ենք մտածում, բայց ինչ եղավ Հովսեփի հետ։ Հովսեփը տեսիլք ուներ, ճիշտ է։ Իր հոր սիրելիներ էր, խոստումներ ուներ։ Բայց իր հետ տեղի ունեցան ինչ էր։ Եղբայրները վաճառեցին նրան, դարձավ ստրուկ, հետո դարձավ բանտարկյալ։ Չմանրասեմ անցան
13 տարիներ։ Դուրը փակվում էր, բացվում էր մի ճանապարհ, մի ուրիշ դուր էր փակվում, բացվում էր մի ճանապարհ, եկավ ասավ կալանավորի աստիճանի, այն վիճակի, որ անգամ հույսը կտրեց այդ խոստումներից, մտածեց, որ սա հենց վերջն է։ Սա իմ անկման վերջն է։ Սա կործանում էր արդեն իր հասկացողությամբ։ Հույսը դրեց մատրվակապետի վրա, էդ էլ փուչ դուս եկավ։ Մինչև որ Աստված արդեն բացեց այն ճանապարհը, որի առջև այդքան փակ դռներ կային։ Եվ տեսեք, ես կարդամ ուղղակի ինքը որ վերջը պատճառ դարձավ իր հայրական տան փրկությանը, հայրը վերադարձավ եղբայրների հետ, եղբայրներին ներեց, խնդիրը սա չէ։ Տեսեք, եղբայրներին ինչ ասաց. դուք չարություն խորեցիք իմ դեմ, բայց Աստված այն բարիքի դարձրեց։ Այսինքն, այն ինչ որ դու ձեզ դրեք Հովսեփի տեղը, չէիք հասկանում ինչու է այս բոլոր բաները կատարվում, բայց Աստված տեսնում էր դրա հետևից մի ճանապարհ կանաչ, այ կանաչ ճանապարհը դա էր, որի վերջը դառնում է, որ նա մի օրվա մեջ Եգիպտոսի կառավարիչից դարձավ, կներեք, Բանտի կալանավորից դարձավ Եգիպտոսի կառավարիչ։ Մովսեսը, որի մասին մի փոքր խոսեցինք։ Մովսեսը ինչպեսի մարդ էր։ Մեծացավ Փարավոնի արքունիքում։ Կարող էր դառնալ Եգիպտոսի իշխաններից մեկը, անգամ նույնիսկ Փարավոն։ Բայց նրա կյանքում ամեն ինչ փոխվեց։ Փախավ, արստանդական դարձավ Մադյանի երկրում 40 տարի, Հոթորի մոտ, հետո Հոթորը իր անները դարձավ, ամուսնացավ այնտեղ, 40 տարի արածեցնում էր Հոթորի ոչխարները։ Այսինքն մի մարդ, ով ուներ հնարավորություն դառնալու Եգիպտոսի դեմքերից մեկը, եթե ոչ ամենառաջի դեմքը, 40 տարի ոչխար էր արածացնում։ 40 րոպե չէ, 40 օր չէ, 40 տարի, 40 տարին ով կա 40 տարեկան մեր մեջ։ Քո կյանքի չափ։ Գուսատվեր թե չէ։ Ես կարծում եմ այո։ Արդեն Մովսեսը երևի հաշտվել էր դրա հետ, որ ինքը այդպես էլ հովիվ է լինելու։ Մինչև որ Տերը նրան կանչեց ձայնով եւ ասաց. «Արի, որովհետեւ ես քեզ պիտի ուղարկեմ Իսրայելին ազատագրելու համար։ Դու կդառնաս Իսրայելի ազատարար»։ Ես շշմել էր, քանի անգամ հակառակեց ասում, ես չեմ կարա, ես լեզու բերանք չունեմ, ես չունեմ, մինչև որ Տերը բարկացավ իր վրա ասեց. «Մի ասա այս բոլոր բաները»։ Գնա, ես քո Ահարոնը քո եղբայրը չէ, Ահարոն տվեց քեզ լեզու բերան, գնա, ինքը ճարտարախոսա։ Տերը ուղարկեց։ Եթե Մովսեսը մնար Եգիպտոսում, ինչի կհասներ։ Կարող է դառնալ մի հատ իշխանավոր կամ հենց թեկուզ Փարավոն, քանի Փարավոններ մեռան ճնջվեցին գնացին, քանի իշխաններ կան մեռան ճնջվեցին, թաղվեցին, հիշատակն անգամ չկա։ Գնացեք մեր գերեզմանոց տեսեք, այնքան մարդիկ են մահացի գնացե, մեծագույն մարդիկ, հարուստ մարդիկ, անվանի մարդիկ, չկան, էլ նրանց մասին ոչ խոսում են, ոչ գիտեն, անցան, այսպես եկավ, ջնջեց, դարաշրջանը ծածկեց ու անցավ։ Բայց գալիս է մի օր, որ դու քո երկրի վրա ապրած տարիների հաշվարկով պիտի կանգնես Աստծո առաջ։ Եվ կամ ստանաս բարձկի մեծ հատուցում, կամ ստանաս այն ամենասարսափելի խոսքը, որ Տերը քեզ կարող ասի, հեռու գնա, ես քեզ չեմ ճանաչում։ Եվ Մովսեսի մասին էլ գրված է, որ տեսեք կարդամ այստեղ, հավատքով Մովսեսը երբ մեծացավ, հրաժարվեց Փարավոնի աղջկա որդի կոչվելուց, նա խնդրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե մեղքի ժամանակավոր հաճույքներ վայելել։ Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև նայում էր, այսինքն վիզը ծռած սպասում էր այն վարսադրությանը, որ Աստված խոստացել էր, որ պետք է տար։ Այսինքն նա Քրիստոսին չտեսած, գաղափար չունեցած, բայց ինքը մարգարե մարդ էր, կարողացավ տեսնել Քրիստոսի նախատինքները, չարչարանքները, ասած ես հոժար եմ այդ չարչարանքների նախատինքներին ու մերժում եմ Եգիպտոսի գանձերն ու հարստությունը։ Դու գիտեք ամեն մարդ կարողանում է սա անել, մինչև դու չգտնես Քրիստոսին, չհասկանաս, որ նա քո գանձն է արդեն, դու մյուս գանձերից չես հրաժարվի։ Եվ մարդուն կանչում ասում է գանձերդ բերտում մեզի։ Այդ մարդը ասում է ես գանձերի համար ամբողջ կյանք եմ աշխատել, որ բերեմ տամ քեզ։ Բայց որ Քրիստոսին գտավ, այդ գանձերը իր համար կդառնա կոպեկներ։ Դրա համար ամենակարևորը մարդուն ճանաչեցրու Քրիստոսին։ Մնացածը ինքը կանի, իր գրպանները դատարկելու համար քարոզներ մի արա հատուկ։ Սովորեցրու նրա համար ով է Քրիստոսը, որ նա կարողանա պատվականը անարգից զանազանել, նա Աստծո բերնի պես կդառնա։ Սա մեր ճիշտ աշխատանքն է, էլի, որ մենք աշխատանք սկսենք մարդու ներսից դեպի դուրս, ոչ թե դրսից դեպի ներս։ Ահա։ Ուրեմն Աստված ինչպեսին էր տեսնում Մովսեսին։ Դռներ փակվեցին Եգիպտոսի,
Անհույս դարձավ ոչխարների հովիվ, մտածում էր, որ սա վերջն էր, ապագա չկա, բայց Աստծո տեսիլքը հիմա տեսեք։ Ինչ էր տեսնում Աստված։ Աստված տեսնում էր Մովսեսին Իսրայելի առաջնորդ եւ ազատարար։ Ժամանակ եկավ կանչեց։ Աստված Մովսեսի հետ 30 էր խոսում։ Լավ ոչ մեկի մասին գրված չկա Քրիստոսից բացի, որ Աստված 30 խոսեց երկրի վրա։ Աստված տեսնում է մի մարդ, որի երեսը պիտի փայլեր ճառագող լույսի պես, այնպես որ Իսրայելի որդիները պիտի չկարողանային նրա դեմքին նայելով, դրանց զբաղանցիկի դեմքին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով։ Դրա համար Մովսես անգամ երես ծածկում էր։ Դա պիտի դառնա։ Աստված տեսնում էր եւ դա եղավ։ Մովսեսը դարձավ այն, որ պետք է մի օր այլակերպման լեռան վրա Եղեյի հետ միասին խոսեր Աստծո որդու հետ։ Չէ՞։ Դարձավ մի մարդ, Աստված տեսնում էր, որ իր բերանից դուրս պիտի գար օրենքներն ու Աստծո խոսքերը, եւ Իսրայելից ոչ մեկը ռիսկ չէր անի անգամ մոտենալ այն լեռանը, որի վրա Մովսեսը 40 օր գիշեր ու ցերեկ շարունակ Աստծո հետ հաղորդակցվում էր ու լսում էր Աստծո բերանից Աստծո ձայնը։ Նա պիտի դառնար մի անոթ, որի միջոցով Աստված պիտի քարոքան դառներ ամբողջ Եգիպտոսի իշխանությունը, թագավորությունը եւ հաղթական երկու պիտի անցնեին Կարմիր ծովով միջև որ հասներ Քանանի երկրի սահման, այդտեղից հենքոն պետք է չանցներ։ Սա արդեն դարձավ ամենավատ պահը Մովսեսի կյանքի։ Նեղվավ, տրտնջաց, ժողովրդին արդեն պշտում ասում էր ձեր պատճառով, ձեր պատճառով եղավ, ձեր հասրեցիքը ստեղս։ Բայց ժամանակ որ Աստված ասում է Մովսեսին, դե հիմա թույլ տուր ինձ, որ ես ժողովրդին ոչինչ ասեմ ու քեզնից մեծ ազգ անեմ, ասում է, չէ, մի ձեր մի տուր, թե կներեսների, թե չէ իմ անունն էլ կյանքի գրքից ջնջի։ Ես աղոթին ամ, ես կյանքում այդպես աղոթ չեմ անի, ոչ մեկի համար։ Դե Տերն էլ ասում էր, չջնջեցի։ Քո անունը չջնջեցի, իրանց էլ չջնջեցի։ Դե հիմա գրկես դայակի պես տանես մինչև հասնես ավետաց երկիր։ Ու խելոքը կախած ասում էր էսա բայց չմտավ մի խոսքով բայց տեսեք մի տեղ կարդամ որ ամենագեղեցիկ տեղն է այսօրվա իմ կարդացած բոլոր համարների որտեղ Մովսեսի մասին գրված է որ հայտնության գրված է որ այնտեղ երգում էին Գառան ու Մովսեսի երգը ուրեմն սիրելի երգչախումբ Սամսոն ջան ինչքան երգեր որ երգել եք չէ ինչքան լպտի երգեք դրանցից ոչ մեկը երկնքում չի երգվելու ոչ մեկը այնտեղ պետք է երգվի Մովսեսի ու Գառան երգը Մովսեսը երգ ունեցավ Գառը երգ ունեցավ բայց մնացած երգերը մնացին երկրի վրա մեզ համար այստեղի համար այդ ինչ էր այդ երգը երգում էին Կարմիր ծովն անցնելիս նաև մի երգն էր մարդկանց ժամանակավոր ազատագրության հետ կապված մյուս երգը մարդու հավիտենական ազատագրության հետ կապված եւ երկնքում այս երգերը երգում էին Ուրեմն կամ վերջաբանին եթե որևէ խնդիր կառաջանա հիշեք մենք Հովսեփ անցավ բանտով Մովսեսն անցավ անապատով Պողոսն անցավ հալածանքներով ու դժվարություններով Ուրեմն Հովսեփի կյանքում փակվեց ազատության դուռը բայց բացվեց իշխանության դուռը Մովսեսի կյանքում փակվեց արքունիքի դուռը բայց բացվեց Աստծո ծառայության դուռը Պողոսի կյանքում փակվեց փառքի դուռը բայց բացվեց ավետարանի ճանապարհը եւ եթե մեր կյանքում որևէ բան անգամ չի ստացվի այնպես մի հուսահատվիր Հիշիր, Աստված ճանապարհ ունի քեզ համար պատրաստած, որ այդ փակ դռնից հետո պիտի բացվի։ Բայց Գագիկ աղբերն ասում էր, քշի մի դուռ կբացվի։ Դու մի քշի, բայց հավատա, մի հուսահատվիր ու մի դուռ կբացվի։ Եվ եթե դու իսկապես Աստծո հետևից ճշմարտապես քայլող մարդ ես, այդ դուռը քեզ համար կբացի։ Բայց եթե պրոստը ֆանտազիոր ես ասում ես, բայց դու այդ մարդը չես, այդ դուռը այդպես էլ քո առաջ կմնա փակ։ Շատ լավ, այսքան Տերը օրհնի ձեզ